Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն, լատինական դինամիկայից մինչ ֆրանսիական արդիականություն, ալպիական պարզություն, իսկ այս տարի 2012 սկանդինավյան հավաքածու, հանգստություն, մաքրություն և միաժամանակ գույների նուրբ համադրություն։ Համեցեք Կերամամարացի ծանոթանալու հերթական նորույթին։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տանը։ Անեմ։ Մերի, Արամը եկավ։ Չէ, դեռ չի եկել։ Համոզված ես։ Կարող է եկել չես նկատել։ Հա իհարկե չի եկել։ Ու չեմ խաբում, ինչ որ բան է եղել։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Լավ կներես։ Ինչի ես ինձ խաբում Արամ։ Ես դա կպարզեմ։ Մեր պստիկն էլ շուտով կծանվի, տեսնես ինան ոնց է, ինչա լինելու հետո, իմ համար դժվար է, բայց ես կներեմ Մարկին, մեր երեխան պիտի լիարժեք ընտանիքում մեծանա, իսկ եթե Մարկը չցանկանա, ու այդպես էլ չհասկանա, որ սխալ է եղել, չեմ հավատում, որ այդքան դժվարությունների միջով անցնելուց հետո ինչ-որ տխմարի հաջողվում է քանդել ընտանիքս։ Պապա! Կարեն, ես դել ես դուրս եկել զբոսնելու? Չէ, Մարան ասաց, որ դուք եք դուրս եկել այգի զբոսնելու, մտածեցի տանը ամենամոտ այգում կլինեք։ Այսօր մարկետ խոսացել ես։ Չէ, ինչի մասին է խոսքը, ինչ խոսել։ Այդքան ամեն ինչ գործ է։ Դե, կարելի է ասել, որ հա։ Ուզում ես հետո մի հատ խոսամ։ Չէ, Կարեն, իմաստ չունի։ Զարի, բայց ինչի դուք հասուն մարդիկ եք, ինչքան պետք է ասենց իրարից խռով խաղալ։ Կարեն ջան, ես հասկանում եմ, որ դու ուզում ես ինձ օգնել։ Շատ շնորհակալ եմ քեզ դրա համար։ Բայց հիմա Մարկային վիճակում է, որ հաստատ սխալ կհասկանա ամեն ինչ։ Նարե, ամեն դեպքում ուզում եմ իմանաս։ Ինչ ելնի, ես քո կողքին եմ։ Ես ոնց որ ճիշտ ժամանակին եմ եկել, հա? Այսօր անձնագրիս վիզայի համար էի գնացել։ Շուտ պատրաստ կլինի։ Շուտ? Ինչքան շուտ։ Երեխաներ ծնունդի պլաններ ա կազմում։ Դե երևի։ Չէ, այսինքն ինչ երևի։ Ես հաստատ այստեղ չեմ լինի հետո։ Բայց ամեն ինչ կանեմ, որ դու երեխան գնանք։ Չես հասկանում, որ երեխու ուրախությունը կայանում է նրանում, որ մենք երեքով ենք գնալու։ Ինա ինչ անեմ։ Ինչ եք ինձ երկու քարի արանք դնում։ Իսկ Արեգին ինչի չես ասում, որ գնալու ես։ Թե վերջին պահին ես ուզում ասես։ Ասա։ Արեգիս էլ է ժամանակ պետք որ կարողանա այդ որոշումը ընդունի։ Ինա ասեցի կասեմ։ Ճաշը չեղավ։ Լցնում եմ։ Հա։ Հոտ սովոր։ Եկես։
Ինչպես Ասիային էլ եմ հրավիրել ծնունդի Սևան։ Դեմ չես, չէ։ Չէ, Արեգ ջան, դեմ չեմ։ Լավ, ես գնամ, տղեկ ինձ են սպասում, պետքա ֆուտբոլ խաղանք։ Ինչի՞ չասեցիր։ Նինո ներվերս մի անի։ Մենք եկանք։ Մամ գիտես, նան ինձ 3 հատ մարոզնի առել։ Ճիշտ ասում Նարե։ Դե երեխան ասաց ես էլ չկարողացա մերժել։ Վաղն է կտանես, Նարե։ Իմ Հակոբիկ, շատ չլինի քեզ որ վաղն էլ գնաս, հա Ձակուկ։ Վաղը չէ, բայց խոստանում եմ էլի կգնանք միասին, հա։ Նարե ջան, եկաք։ Հա բոբ ջան։ Հենց նոր։ Տանեմ երեխու շոյրը փոխել։ Բաբ դու էլ արի։ Բազի շոյից փոխ։ Արի Նարե ջան, արի։ Նստի խոսելու։ Բաբ ջան, գիտեմ ինչի մասին ես ուզում խոսել։ Նարե ջան, մտքիցս դուրս չի գալիս, որ դու Մարկը կռվել եք։ Ես չէի ուզում, որ դու իմանաս։ Քեզ հիմա չի կարելի չխայնանալ ու հուզվել։ Դա կարևոր չի։ Իմ համար կարևորն է, որ դուք հաշտվեք։ Ինչի եք կռվել։ Իրար ճիշտ չենք հասկացել։ Հենց է, բոլոր վեճերն էլ իրար չհասկանալուց են լինում։ Լավ, եթե չես ուզում ասես։ Բաբ ջան, դու մի անհանգստացի, ամեն ինչ լավ կլինի։ Ախր ոնց չանհանգստանամ, Նարե ջան։ Դու իմ երեխան ես, ես չգիտեմ սրա վերջը ինչ ա լինել։ Բաբ ջան, խնդրում եմ մի նեղացի, բայց ես էլ չեմ կարող այստեղ մնալ։ Շատ ճիշտ ես մտածել, Նարե ջան։ Իհարկե, լավ կլինի, կենաս գնաս ամուսնուդ տուն, Մարկը շատ լավ տղա է։ Սպասի Զինա։ Բա ուր ես գնալու։ Դե, առայժմ տուն կվարձեմ։ Չէ, տես չի լինի։ Էդ ուր գնացիր հասար։ Ոչ եք բաժանվել իրար։ Հակոբ, ինչ ես խոսում, այ մարդ, ինչ բաժանվել։ Մարկի նման ոսկի տղուց, ինչի պետք է բաժանվի։ Նարե ջան, ամենաշատը ես եմ ուզում, որ դուք հաշտվեք։ Չեմ ուզում քո վրա ճնշում գործադրեմ, բայց ու չեմ էլ ուզում խորհուրդներ տամ քեզ, բայց դու կմնաս այստեղ, մինչև ձեր հարաբերությունները կկարգավորվեն, ոչ մի տուն վարձել։ Բաբ։ Ոնց որ դու էիր ասում, ինձ ջղայնացնել չի կարելի։ Լավ։ Մի վրա ժամանակ ստեղ կմնամ, հետո կմտածենք։ Կարծում եմ տուն վարձելու կարիք չի լինի։ Լավ, ես գնամ ջուր խմեմ։ Իբր թե ինչ արեցիր։ Էդ էր, հա, հայրական խորհուրդ։ Սի, իմ աղջիկը այնքան խելացի, որ խորհրդի կարիք չունի։ Ոչ Հակոբ, դու շատ սխալ։ Դու պետք է ասեիր աղջիկ ջան, վեր կա ու գնա ամուսնուդ տուն։ Ու դեռ հլը Մարկին պետք է զանգ տայիր, ասեիր Մարկ, արի կնոջդ վերցրու, տար քո տուն։ Բրծար, դեմա գնա այստեղից։ Գնա, քո հետ ոչ խոսելու հավես ունեմ,
Ոչ քեզ լսելու հավես ունեմ։ Գնա ասեցի։ Գնա։ Լավ չես գում քեզ։ Չգիտեմ այրոցա թե սրտխառնոց։ Ուզում ես գնանք բժշկի մոտ։ Չէ, ով է սրտխառնոցի համար գնամ բժշկի։ Ոչինչ հիմա կանցնի, նյարդերից էսա։ Էլի ինչ-որ բան ա պատահել։ Նոր պապայի հետ ենք խոսում։ Ուզում եմ, որ մինչև Մարկի հետ հաշտվել է, այստեղ մնամ ու տուն չվարձա։ Ես լիովին համամիտ եմ պապայի հետ։ Իհարկե չեմ ուզում, որ այդ միշտ մնաս, բայց եթե իրավիճակը այնպես ա, որ կամ պիտի տուն վարձես, կամ պիտի այստեղ մնաս, իհարկե այստեղ մնա։ Չէ։ Ուղղակի ես հիմա չուզեցի պապային եւս մեկ առիթ տավան հանգստանալու համար։ Բայց թող այս 2 օրը անցնի ու մի բան կմտածեմ։ Այս 2 օրը կանցնի, ու ամեն ինչ իր տեղը կընկնի, ես չեմ կարծում, որ Մարկը 2 օրից ավել դիվան առանց քեզ։ Լավ չես։ Հիմա ջուր կտամ։ Տեսար նորից նյարդայնացա ու սրտխառնոցը սկսվեց։ Նստի։ Լավ նյարդ։ Էլիզոս, բալես, քեզ քո սիրած ծաղիկներից եմ բերել։ Չեմ համակերպում, Էլիս, չեմ հավատում։ Այստեղ ինքան օտարա, ինքան սար։ Ինձ թվում է հիմա այստեղից կգնամ ու դու տան ինձ կդիմավորես։ Ճիշտ է, լավ չէր դիմավորում ինձ։ Միշտ կռվում էիր հետս, բայց այդ կռիվների դել եմ կարոտել, բալես։ Աղջիկս, միշտ քեզ ասել եմ, որ ատելությունը, որ իշխանտրությունը միջիցդ հանես, բայց հիմա ես ինքս եմ լցված ատելությամբ։ Էլիզս, հիշում եմ ինչքան տառապեցիր կյանքիդ վերջին տարիները այդ անխղճների պատճառով։ Քեզ խոսք եմ տալիս, բոլորը կանցնեն այդ ամենի միջով, ինչի միջով դու անցար, ու հիմա ես եմ անցնում, ես քեզ խոստանում եմ, նրանք իրենց մաշկի վրա կզգան այդ ցավը։
Մարդ, մերին ասես նոր ես եկել։ Նոր եկա։ Ոնց ես։ Գլուխս աղոր պայթում է։ Տենց էլ պետք է լիներ։ Ինչ նկատի ունես, մամա քեզ բան ասել։ Երեք ես եմ քեզ օգնել, որ բարձրանաս քո սենյակ։ Փաստորեն, մաման սաղի խառնել է իրար։ Համուն ինձ բարիս տուն ա բերում։ Դու ինձ սենյակ ես բարձրացնում։ Էլ ինչ ա տեղի ունեցել, որ ես տեղյակ չեմ։ Լավ չեմ հասկանում, մարդ իրավունք չունի մի երխմի։ Դե խմելուն էլ չափ կա։ Հետո այդ հարցի լուծում չի։ Արամ, երևի այդ հարցերից էլ ես արդեն տեղյակ։ Դե հնարավոր չի, որ մաման քեզ բան ասած չլինի։ Մամատ ինձ բան չի ասել, ես եմ երեք տեսել, որ նարին գիշերը տանը չէ։ Արամ, դու իմ աղբերն ես, գախիսորա տեղում ես, բայց դա իմ անձնական խնդիրներն է։ Ու չի ուզենա, որ դու խառնվես։ Չեմ խառնվի, Մարկ, բայց նարեն դրան արժանի չի։ Շարունակենք էլի։ Չեմ շարունակում, բայց նա ես խալքայլ չանես։ Ավելավ ես գնամ մերին ասեմ քեզ սուրճ բերի ասում եմ գլուխը ցավում։ Ասա թողնի։ Արամ։ Դու մերի հետ ինչ հարաբերությունների մեջ ես։ Նորմալ ինչ ես արցնում։ Մերին վեր էտ աչք ունի, զգուշեղի։ Մանեի ականջը որ ընկավ, դա բան չի լինի։ Աչքիս երեկվա խմացությունը չի անցել, ինչ ես խոսում մերը նորմալ աղջիկը։ Ինչի, նորմալ աղջիկը չի կարող որ էտ աչք ունենա։ Ավելավ ես գնամ ասեմ քեզ շուտ սուրճ բերի։ Բայց ես լուրջ եմ ասում, Արամ, իրոք կա տենց բան։ Ալո։ Մարկ, բարև։ Բարև։ Կարան դու ես։ Ես եմ, համարս փոխել։ Մարկ, մենք պետք է հանդիպենք։ Ինչ է աղել, ինչի համար։ Դե կհանդիպենք կասեմ, մենակ չասես, որ չես կարա։ Լավ, տեղն ու ժամը ասում։ 500, այսել 1000։ Այսօր էլ հաց կառնեմ։ Վաղն ունից եմ պարտ կանելու։ Չէ, Լեանից ես հաստատ էլ չեմ ուզում։ Այ վահե, ես ինչ օրը կցեցիր դու ինձ վահե։ Հյուր ընդունում եք։ Այդ երբանից հյուր դարար։ Վայրուս ջան, ես ինչ լավ արեցիր, որ եկար։ Մանես երեխուներ քնացնում, ասի գամ տեսնեմ ինչ ես անում։ Լավ ես արել, իրար հետո մի բաժակ սուրճ կխմենք։ Խմես, չէ։ Այսօր առավոտյան մի բաժակ եմ խմել, կխմեմ։ Դե նստի գնամ այդքան բերեմ։ Այս դու ինձ լուրջ հյուրի տեղ ես, հա դրել։ Կգնանք սուրճ կպատրաստես, համել կխոսենք։ Դե պատմյալ ջան, տեսնեմ ոնց ես։ Լյանից ինչ կա։ Ինչքան ժամանակ կա, Զինան աղջիկաս հանգիստ է թողել։ Զինան հիմա իր ուժերը կենտրոնացրել է հարուստ փեսացուին բաց չթողնելու համար։ Լյանից էլ հանգիստ է թողնում։ Լավ է, երեխեքը շունչ կքաշեն գոնե։ Դե ինչքան մարան ուշ ամուսնանա, այդքան Լյանիս օգուտն է։ Լասա տեսնեմ, դու ոնց ես յոլա գնում։ Գնում եմ էլի Ռոժան գնում։ Ուզ ամաչում եմ ասել, բայց Արամը գործից պահով ոչ մի բան չի ասում։ Ախր գիտես շատ է պետք է գործը ինձ Ռոժան։ Ես Վահեն քեզ ոչինչ չի ասել։ Ինչ պիտի ասեր։
Ոնց։ Վահելը նորը մեր տուն էր եկել։ Ու Արամին ասաց, որ քո համար գործման չգա։ Չհասկացա։ Ինքը որտեղից գիտեր, որ ես գործ եմ ման գալիս։ Կամ էլ գժվել է այդ տղեն։ Բա որ ես չաշխատեմ, մենք ոնց ենք ապրելու, չի մտածում այդ մասին։ Ոնց տեսնում եմ Ալա ջան։ Վահեն քեզ ընդհանրապես բան չի ասել։ Ինչ է եղել Ռոզ։ Ինչ պիտի ասեր։ Ռոզ խնդրում եմ մի անգամից ասա, ինչ պիտի ասեր։ Ռոզա։ Բրեդ խաբար չկա։ Ինչ է Ռոզ։ Վահեն։ Արամին խնդրել է, որ իր համար գործ ճարի։ Տղա այդ խելքը գլուխն է հավաքել։ Ոնց Ռոզ ուզում ես ասես, որ Վահենս աշխատել է ուզում։ Հալ ջան, հա։ Ու գիտես, մեխանիկությամբ է ուզում զբաղվի։ Ինչ։ Նորից մեխանիկություն է ուզում անի։ Չէ, մամա, չէ։ Չէիր սպասում, չէ։ Ճիշտ ես ասում, չէ, Ռոզ ջան։ Չես խաբում, չէ։ Ինչ եմ խոսում։ Խոսունքից ուրախությունից խելքս լրիվ թռցրել եմ։ Կներես էլի Ռոզ ջան, ուղղակի ականջներիս չեմ հավատում։ Հավատալ։ Ասում էի, չէ, այդ երեխան խելքը գլուխն է հավաքելու, համբերել է պետք ընդամենը։ Բայց ես արդեն հույսս լրիվ կորցրել էի, գիտես։ Տիկին Ռուզան, այս զառիթով մենք ոչ թե միայն սուրճ պիտի խմենք, այլ միայն գինի։ Վահես ծննդյան համար մի լավ գինի էի առել պահել։ Վահես ծնունդը այսօր է ինձ համար, այսօր ծնվեց իմ տղեն։ Խմում ես, չէ։ Բերեց։ Ալա, կտեսնես, հիմա ամեն ինչ ուրիշ ձև է լինելու, կարևոր է այդ երեխու ցանկությունն է։ Թող վայ բացում եմ ուրախությունից ձեռքերս, ես եմ բացելու թող։ Այստեղ Տիկին Ռուզաննա մեզ տղամարդկային ձեռքն է պակասում։ Թող ես եմ բացելու, ուրախությունից ձեռքերս դողում է։ Բացվեց։ Վաղուց իրար հետ չէինք խմել, չէ։ Ռուս, այս բաժակով ուզում եմ խմենք իմ տղայի, Վահեիս, վերադարձի ու վերածննդի կենացը։ Ու քո համբերության։ Գիտես, այս ամեն ինչի միջով պատվով ես անցել, Ալ ջան։ Սիրուն, ինչու մոտեցար, սրտիս գաղտնիքը, ինչու իմացար։ Հարև ձեզ։
բարև Վահե ջան։ Ես ինչ առիթով եք խմում։ Բա ասում էր ես գինին չբացեմ, ասում էր ծնունդիս համար ես պահել։ Տղես, քո ծնունդը այսօր է իմ համար։ Մենք էլ քո կենացն ենք խմում։ Կենացը։ Ոնց որ տենում եմ գինին տեղա հասել։ Չէ բալես։ Ուղղակի ես հենց նոր իմացա, որ իմ տղեն Արամի խնդրելա, որ իր համար աշխատանք գտնի։ Ուրախությունից եմ հարբել տղես։ Հա, տեսնում եմ։ Վահե ջան, տեսնում ես ինչքան քիչ բան ա պետք մայրերին երջանիկ լինելու համար։ Գիտեի, որ դու էլի իմ հին Վահեն կդառնաս, տղես, եմ կյանքին։ Մարա ջան, ես պատրաստվել ես ուր ես գնում։ Մամ ջան, Դավիթն է գալիս։ Աղջիկ ջան, բա շուտ ասեր, ես ինձ կարգի բերեի։ Չէ մամ, հետևից սա գալիս, կարող անգամ տունել չմտնի։ Ահա երևի ինքն է։ Պատրաստ ես։ Հա։ Բարև ձեզ։ Բարև Դավիթ ջան։ Մեր համեցի։ Չէ, շնորհակալություն։ Ճիշտ ասած այսօր որոշել ենք Մարայի հետ մի քիչ դուրս գանք ման գալու։ Այս վերջերս գործերի պատճառով Մարային աշխատող եմ արել։ Հա Դավիթ ջան, Մարաս շատ հասկացող է ու հարմարվող։ Չէ Մարա ջան։ Չէ, տենց պետք չի, որ Մարան հարմարվի գործերին, ավելի լավ է գործերը հարմարացնենք մեզ։ Տեսնում ես Մարա, ինչ փեսացուն ես։ Գնանք։ Դավիթ, բարև, չգիտեի որ ստեղ ես։ Բարև Նարեկ ջան, ո՞նց է։ Լավ շնորհակալություն։ Իմիջայլոց այնքան լավ էր քնել, որ մի քանի անգամ ձայն տվեցի, մեկը չարթնացար։ Հա, ինձանից չէ։ Սովորաբար ցերեկները չեմ քնում։ Երևի գիշերը լավ չես քնել։ Ասում եք, չէ, տեղս հարմար չի։ Լավ, մենք հիմա դուրս ենք գալիս, պետք է ինչ-որ բան քեզ բերենք։ Չէ, ոչինչ պետք չի մոտ դուրս անցնել։ Գնանք։ Գնացինք, առայժմ զիտնեցին այդը։ Հաջողություն։ Քույրդ լրիվ խելքը թռցրել է, խայտարակ արեց, արժե թազափեսու մոտ ասել մեր տան խնդիրների մասին։ Հիմա ինչ կմտածի այդ տղան, կարող է հիասթափվի, չէ։ Ինչի պետք է հիասթափվի տիկին Զինա, որ մի գիշեր հորս տանն եմ մնացել, թե որ մառան ամուսնանա, այլ այս տանը չի մնալու ընդհանրապես։ Հələ դրա լեզվի երկարությանը է նայեք։ Չէ, շատ է լեզուն երկարել։ Ես այս հարցը սենց թողնել չեմ կարող։ Ու ես գիտեմ ինչ կանեմ։ Ալո, Նոնա ջան, բարև, Զինանա։ Բարև Զինա։ Նոնա ջան, երեք ասեցիր, որ կգաս Նարեի հետ կխոսես ու չեկար։ Հա Զինա ջան, ճիշտն ասած մտածում եմ սխալ բան չանեմ, օգնելու տեղը ամեն ինչ փչացնեմ։ Նոնա ջան, բայց սենց ոնց կլինի։ Ես այնքան եմ երեխաների համար մտածում, ամբողջ գիշեր աչքս չեմ կարողացել թե կպցնեմ։ Ես էլ Զինա։ Նոնա ջան, ասում եմ չհանդիպենք մի հատ, նստենք, խոսենք, տեսնենք ինչով կարող ենք օգտակար լինել երեխաներին։ Քեզ երբ է հարմար, Նոնա ջան։ Չեմ կարծում, որ մեր հանդիպելով ինչ-որ բան կփոխվի, բայց եթե ուզում ես, հանդիպենք։
Ասա որտեղ։ Մի 10 րոպեից ես քեզ կզանգեմ։ Լավ, խնամի ջան, կսպասեմ։ Ես այս տան հարցերի մասին որ չմտածեմ, ոչ մեկին էլ հեչ պետքն էլ չի։ Ասա Կարեն, լսում եմ։ Вообще-то ես էի ուզում քեզ լսեի, Մարկ։ Ես ինչ պատմություններ ա, կարաս բացատրես։ Երևի քերոջդ հետ կապված պատմություն է, նկատի ունես։ Նարեն այդ պատմության հետ այդքան էլ կապ չունի։ Այդ դու ես ուզում տենց տնաս։ Ոնց երևում է քուրդ լավ տեղ է, ասցրել։ Նախ խոսալու տոնը փոխի։ Նարեն ինձ ոչ մի բան չի ասել, ես ուրիշ տեղից եմ իմացել։ Հետո էլ ես չեմ եկել ստեղ կռվելու։ Եկել եմ խոսանք, պարզենք, որը որից հետո է։ Էլ ինչ խոսանք։ Եթե ամեն ինչից տեսլավ տեղյակ ես, էլ ինչ խոսանք։ Պիտի որ հետևություններ էլ արած լինի։ Արել եմ։ Ու դրա համար քո ես բռնած դիրքը չեմ հասկանում։ Կարեն, քուրդ ինձ խաբել է։ Լսի, քեզ ինչեր ես թույլ տալիս։ Եթե այսքան ժամանակ դու կնոջդ չես ճանաչել, այդ քո խնդիրն է։ Բայց ես իմ քրոջը շատ լավ ճանաչում եմ։ Իրան վստահում եմ ավելի շատ, քան ինքս ինձ։ Կարեն, ես հիմար եմ, հա։ Դե խելագար եմ արդեն, որ աչքիս ինչ-որ բաներ են, հա, երևում։ Ես իմ ձեռքով եմ այդ զանգերի ցուցակը հանել, ու իմ աչքով տեսել եմ այդ համարը։ Ու հիմա ինչ, ուզում ես ասես, որ այդ համարը աչքիս է երևաց, էլ։ Ես նման բան չասեցի։ Բա ինչ ես ասում։ Այն որ ինչ-որ մեկ էս ամեն ինչը սարքել է, բայց դու կանց թե գտնես թե իրականում ով է դրա մեղավորը, Նարեին մեղադրում ես, չգիտեմ ինչերում։ Լսի Կարեն, եթե էսի առաջի դեպքը եղած լիներ, ես էլ քո նման կմտածեի, բայց էսի առաջի դեպքը չի։ Այսինքն Դու այդ Թուլին ճանաչում ես։ Ես քրոջս եմ շատ լավ ճանաչում։ Ոնց տենում եմ դու էլ լավ չես ճանաչում։ Լսի դու խելքդ լրիվ թրծրել ես, ինչեր ես քեզ թույլ տալիս։ Հանգստացել եմ։ Մարկ, ես լրիվ ուրիշ նպատակով եմ եկել ստեղ, բայց հիմա փոշմանում եմ գալուս համար։ Եթե դու Նարեի վրա թեկուզ մի տոկոս կասկածում ես, ուրեմն դու իրան ընդհանրապես արժանի չես։ Խելքդ գլուխը հավաքի ու խորը մտածի։ Այն մարդով ամեն ինչ ես ծարքել է, այսքանով հաստատ չի եզրափակվելու։ Այս սենյակում եմ։ Վերջնական կարգավորեցիր գործերդ։ Հա։ 2 օրից գնում եմ։ 2 օրից։ Հա, ես էլ ուրիշ տարբերակ չունեմ։ Եթե չգնամ այդ գործ ուրիշը կտամ։ Փաստորեն չես էլ սպասում երեխու ծնունդը նշենք նոր գնաս, հա։ Ինա դու լավ գիտես, որ ես չեմ կարող չգնամ։ Քեզ ինչ ա թվում, որ սա գործը թողելուն ու սպասեն, թե ես երբ եմ երեխու ծնունդը նշում գնամ։ Չէ, Ինա։ Ես պիտի գնամ, որովհետև այդ գործը ուրիշի կտամ։ Իրանց համար
Մեկը ես կանեմ այդ գործը, թե ուրիշը։ Կարևորը որ Պապ, դու երի մեզ թողնելու ես գնաս։ Հա տղես։ Լսից հավատ տանեմ։ Ես գնում եմ աշխատեմ ու գամ։ Խափում ես։ Չէ, Արեգ ջան, papan չի խափում։ Խափում եք, երկուսդ էլ խափում եք, իսկ դու նորից գնալու ես ու կորես։ Մերուշ։ Արեգ։ Ինչ ես թողում որ գնամ, ամ։ Ես էլ մտածում եմ ինձ սիրում ես, են էլ չէ։ Ես ինչ ես ասում Արեգ։ Դու շատ լավ գիտես, որ ես էլ մաման էլ քեզ շատ ենք սիրում։ Ոչ մեկը դելից չեք սիրում։ Արեգ կանգրի։ Արեգ կանգրի։ Արեգ կանգրի։ Արեգ կանգրի։ Կանգրի ասում, Արեգ։ Հանգստացից, հավատ տանեմ, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Ճիշտի բացատրես։ Արեգ ջան, թող ասում։ Բալես, հանգիստ։ Չեմ ուզում լսեմ ոչ մեկի։ Արեգ։ Ոչ մեկի դեր չեմ խոսանում։ Մի րոպե ինձ լսի, հա։ Ինչ որ լսեց ինձ հերիք է։ Արեգ ջան, ամոթը հարևանները կլսեն։ Թող լսեն։ Հանգստացի լա, Արեգ։ Ես արտուն չեմ գալու։ Արի հետս հենց հիմա։ Մերուշ։ Ասում եմ հենց հիմա արի հետս Մերուշ, Արեգ։ գուշ, Մերուշ։ Ասում եմ հենց հիմա արի։ Բալես։ Մերուշ, գուշ։ Ասում եմ Արեգ արի։ Արի առաջ ու էստեղ կանգնի։ Ուր էիր ուզում գնալ, ես ինչ կապրիզներ։ Ինչի համար մեկ, չի։ Օսկար իմ համար մեկը ինչ ես խոսում։ Լավ, Մերուշ, հանգիստ։ Արեգ ջան, արևս։ Ինչի դու ինչ չէիր ասում։ Ինչ եք ինձանից գաղտնի պահում։ Լսի, սպասի կանգնի, ինձ հիմա ու լսի ինձ։ Ինձ գործնական առաջարկ եմ արել։ Պիտի գնամ։ Իսկ դու ինձ ասել էիր, որ ինձ ծնունդը Սևանում ենք անելու։ Բալես, papan կաշխատի ու նորից կգա։ Արեգ, ուռը բաց արա։ Ես էի ուզում։ Տեսար երեխան ինչ վիճակի մեջ ընկավ։ Եթե դու էս գնով պիտի գնաս, ուրեմն գնա։ Արեգ, Արեգ։ Հանգիստ թողեկին։ Դու ինչ ես փակել, Արեգ, բաց արա։ Հանգիստ ես, չէ։ Սպասի։ Թող հանգստանա։ Արեգ դուրը բաց։ Արեգ դու լավ գիտես, որ ես քեզ շատ եմ սիրում, Արեգ դուրը բաց։ Հանգիստ թողեք ասում եմ։ Արեգ։ Լսի։ Ես գնալու եմ աշխատեմ ու գամ, հաստատ քեզ մենակ չեմ թողելու, ցավը տանեմ, դուրը բաց։ Ավելի լավ է թող ինքը հանգստանա։ Մենք գնանք սենյակ։ Հա Հակոբ ջան։ Զինա, ուր ես գնացել այ կնիկ։ Տանից դուրս ես գալիս արդեն տեղյակ էլ չես պահում։ Վայ Հակոբ ջան, ինչ ես ասում։ Ուղղակի քնած էիր, չուզեցա քեզ արթնացնեմ, բայց ես կեսօր մամային ասել եմ, որ գնում եմ գնումներ կատարելու։ Հակոբ ջան, հեսա մի քանի գնումներ կկատարեմ կգամ։ Բա մաման էլ ինձ է հարցնում քեզնից։ Հակոբ ջան, երևի մեծ կնիկա մոռացել է։ Լավ այդ կարևոր չի, դու ասա երբ ես գալու։ Ասեցի, չէ Հակոբ ջան, հեսա մի քանի գնումներ կկատարեմ ու կգամ տուն։ Լավ։ Հա ցավը տանեմ, դե լավ։ Շատ սպասեցվեցի։ Ոչինչ, նոնա ջան, ոչինչ։ Կարևորը մենք այս հանդիպումով կարողանանք մեր երեխաներին հաշտեցնել։ Սասեյեմ, սուպերմարկետ ձեր տան։